Զանգել եք, ասել եք, հավաքվեք, տանում են, եկեք։ Ինչ է եղել։ Ոչ մի բան չէր, ամբողջ այդ չգիտեմ օպերացիայի անունը ինչ են իրանք գրել, սկզբից մինչև վերջից երրորդ հարգում եմ եղել, ընդուք գտնվել եմ փոխոստիկանապետ, ԱԾ-ի աշխատողներ, քննչականի աշխատողներ, ապա մարմիններից ավիտ աշխատում։ Ունեք զանգեր արել եք, ասել եք, հորոխբոր Թորանը Կարապետին ասել, Կարապետ, հələ շուտ արեք հասեք, տանում են Վարդան Կարապետի օգնականը ինձ նույնպես իրար հետ գտնվել ենք նույն հարգում։ Տեսեք, բան Ոչ։ Այդ օրը ԿՊԱ-կանները, ավականու անդամները, այսպես ասած, տեղեկություններ էին տարածում, որ մանկապարտեզի աշխատակիցներ, դպրոցների աշխատակիցներ են բերվել, որ մասնակցեն ցույցին։ Մեր կողմից այդպեսի ցուցումներ չի եղել, ոչ մի բանի տեղյակ չեմ, չգիտեմ։ Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսա, այսօր Մեղադրյալի կարգավիճակ։ Չէ, կարծում եմ ոչ։ Որովհետև այդ ազգանունը ոչ մի իշխանության ընթացքում, ոչ մեկի ընթացքում այսպիսի ոչ մեկի հանդեպ այսպիսի ռեպրեսիաներ չի եւ հետապնդումներ չի եղել, ինչպես էս իշխանության ու այդ ազգանունի հետ կապված։ Դուք եք սակեցնեմ, այսինքն ձեզ պատժում են Ղուկասյանի փեսա լինելու համար։ Ինձ թվում է այո։ Դուք եք Սպարտակում լինեիք կփրկվեիք։ Դե փրկվելու բան չկա, այնպես չէ որ ես վախենում եմ ինչ որ բանից որ փրկվեմ կամ չէ, նորմալ է։ Նա քաղաքական հայացքները տարբեր են, եկել մեր հայացքներից հետ չեն կապվում։ Դուք եք Սպարտակ Ղուկասյանի նման կարծում որ այս գործը շինծու է քաղաքական պատվեր, ինչպես քիչ առաջ դատավորը ընթերցել։ Միանշանակ քաղաքական պատվերներ կա այստեղ։ Ես գտնում եմ, ես բազմիցս հայտարարել եմ, եթե իմ հանդեպ այլ գործողություններ սկսեն անհագի կալանք եւ այլն, ապա քաղաք տանենք կոլապսի, ինչպես 2024-ին եղավ, հիմա էլ լինում է։ Կոլապսի մասով ուզում եմ մի հստակ հարց տամ, էլի դուք հիմա կառավարում եք Գյումրու համայնքապետարանը, բայց միաժամանակ կան լարված հարաբերություններ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի գործերը ոնց են կառավարման ինչ դժվարությունների եք հանդիպում կոնկրետ այս դժվարություններ շատ կան, բայց մենք բոլորը հաղթահարում ենք եւ գնում ենք առաջ։ Ամեն ինչ գտնվում է, այսպես ասած, տեսադաշտում, վերահսկողության տակ, այդ ամեն ինչը հաղթահարվում է։ Այդ վերահսկողությունը ոնց է դրսևորվում, ուզում եմ իմանամ, էլի այսինքն շենքի Հիմային աշխատանքով, հիմային աշխատանքով բոլորը իրար տեղում են, պաշտոնապետերը, պաշտոնյա կադարը ես եմ քաղաքապետը եւ շարունակում ենք։ Փաստաթղթաշրջանառության առումով Այսպիսի դատարան եւ այլն խոչընդոտներով չքաշքշուկներ չլինեն, նորմալ գնում է ու նորմալ է մենք կառավարում ենք քաղաքը։ Ուզում եմ հասկանալ, եթե ձեզ կալանավոր են, որ ասում եք կոլապսի առաջ է կանգնելու քաղաքը, ինչ ձև է դա արտահայտվելու, եթե ձեր տեղակալը օրինակ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի նույն ընթացակարգով ինչպես որ հիմա Ես դուք տեղակալ չունեմ, ես տեղակալն եմ հենց։ Դուք առաջին տեղակալն եք, երկրորդ տեղակալի մասով։ Հա։ Տեսնեք, ճիշտ ասած, այդպես շատ չեմ խորացել, տեղական ինքնակառավարումը ինչպես է մեկնաբանում այդ ամենը։ Երևի ըստ այդմ մյուս տեղակալ է։ Այս քրեական բարույթի շրջանակներում խոզարկություն եղել է ձեր տանը։ Այո։ Ինչ են տարել ձեր տանը։ Իմ բջջային հեռախոսը։ Միայն Վերադարձել եւ չհետաքրքրվեցիք ինչ էին բջջային հեռախոսի մեջ ման Դե գալիս։ զննություն են արել, իմ ներկայությամբ զննություն արեցին։ Ինչ արեցին, ուզում եմ զննության ընթացքում։ Բան է, թե ում հետ ինչ կոնտակտներ եղել, ինչ զանգեր եղել։ Եվ կարող եք եք զանգել։ Չէ, որից այդպես էական բան չկա։ Մոտավախություն չունեք, որ Վարդան Ղուկասյանի ձեր ամենուր ճակատագրին եք ստացել։ Բայց ինչ ճակատագիր է, պայքարող մարդու ճակատագիր է, ինչ է։ Ոչ մի մտավախություն չկա, մենք դուրս ենք եկել պայքարի եւ այդ պայքարը շարունակելու ենք եւ հասցնելու ենք իր նպատակին։ Պարոն Առաքելյան եւ գործից դուրս քաղաքի վերաբերյալ փողոցների վերաբերյալ քաղաքացիներն էին ահազանգում, ինչու են գինու փողոցները։ Այո, Պարկաններն էին ահազանգում, ասում են կոլապսի է վերածված քաղաքը։ Պիտի ասեմ, որ Գյումրիից Երևան 1 ժամում էինք հասնում, բայց Գյումրի սկզբից քաղաքի մուտքից մինչև օրինակ այն առատ կարող է լինել, բայց հիմա այդպես բան չկա։ Չէ, այդ չեղավ, որովհետև այն ինչ տեսել ենք դա է արձանագրում։ Դա 2 օրը միանշանակ սաստիկություն էր, անդադար եղավ, դրանից հետո շատ բնականon կերպով եւ շատ մեծ ծավալների
աշխատանքները գնաց է մակրման, ուզում եմ օգտվել առիթով շնորհավորություն հայտնել մեր բոլոր շինարարներին, որոնք նույնպես մի մարդու նման արձագանքեցին մեր կոչին, իրենց սերտիկաները, իրենց տրամադրության տակ եղած սերտիկաները տրամադրեցին եւ այդ մաքրությունը իդեալական կատարվում։ Վարդան Ղուկասյանը այո, կալանավորված է, որդին կալանավորված է, ընտանիքը երկու տան տղամարդ կալանավորված են։ Ո՞նց է իրենց զորությունը պաշտպանում, ո՞նց են ընտանիքի հոգսերը հոգում։ Մենք բոլորս միասնական հոգում ենք այդ ամեն ինչը։ Իր հարազատների հետ միասնական ենք, բայց անընդունելի բան է։ Ես նորից եմ կրկնում, ոչ մի իշխանության օրոք այսպիսի բան չի եղել, որ հայրի որդի կալանավորվի։